Որովհետև 2026-ը լինելու է հայության համար ճակատագրական տարեթիվ, ու մենք պարտավոր ենք հանդիպել դրան ոչ թե քնած կամ անտարբեր, այլ սթափ ուղեղով ու որպես մասնակից։ Հիմա տեսեք, հայեր ջան, ինչն է ամենախնդրահարույց վտանգը 2026-ին։ Հաստատ հիմա շատերիդ մտքով անցնում է Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, պատերազմ, սահմանադրության փոփոխություն, Սյունիք։ Սրանք իհարկե վտանգներ են միանշանակ ու շատ լուրջ վտանգներ, հետնել բազմավեկտորային։ Բայց սրանք արտաքին երևույթներ են, որոնք շունչ են առնում ներքին ու ամենահիմնական վտանգից։ 2026-ի ամենախնդրահարույց վտանգը հայության համար մի բան է՝ հայ ազգի ամբողջական հոգևոր կոտրում։ Ու հա, ոչ հողը, ոչ սահմանը, ոչ բանակը, ոչ դեմքերը, այլ հայ մարդու ներսում եղած վերջի ուժի, վերջի վստահության, վերջի սրբության, վերջի հավատի ու հույսի կոտրում։ Էս է այն վտանգը, որը կանխելու համար, եթե մի փոքր ուշանանք, ապա Հայաստանը մյուս տարի ուղղակի կդադարի գոյություն ունենալուց։